բերել եկեղեցի։ Что я принес в церковь? Եվ որպեսզի մենք մի փոքր տպվի մեր մեջ, տպավորվի մեր մեջ, Чтобы это запечатлелось внутри ես нас. փորձել եմ ինտերնետից հանել մի հետաքրքիր նկար։ Я сделал в интернете очень интересную такую Ես կարծում եմ, որ դա картинку. շատ հետաքրքիր է լինելու, падգամից առաջ այդ նկարը նայենք Мне միասին։ кажется, это будет интересно посмотреть перед Խնդրում եմ, проповедью. եկեք նայենք, եթե հնարավոր է, այս տարերը, ոդ լույսն էլ անջատեք, սա խորհուրդ ունի, И в этом есть определенный смысл. այնտեղ եկեղեցու ծառայություն է գնում, Там идет церковное եւ служение. այստեղ որոշակի հավատացյալներ են, որ մտնում են եկեղեցի։ И некоторые верующие заходят в церковь. Բայց եթե ուշադրություն դարձնեք, իրենք ունեն ուսապարկեր, И если вы обратите внимание, у них есть вот мешок եւ такой. իրենք ամեն մեկ իր այդ ինչ որ մի բան է տանում եկեղեցի։ И каждый из них что-то несет в церковь. Չնեղանաս, ես չեմ սկսում միանգամից թերություններից։ И не обижайся, они не начинают сразу с плохих вещей. Ուրիշ կողմն էլ կնայենք, բայց թույլ տվեք կարդամ։ И позвольте прочитать. Ռուսերեն մտածված ռուսերեն եմ դրել, որ շատերին էլ թարգմանության կարիք չլինի։ Гордость, эгоизм, осуждение, злословие, сплетни, критика, гнев, раздражение, непрощение, зависть, ревность, сравнение, жалобы, недовольство, ропот, нечистые мысли, плохое воспитание детей. Տեսնում եք, չէ՞, երեխան, որ ասած կատաղած մոր ձեռը հազիվ բռնած մտնում է եկեղեցի, եւ սա ընդհանրապես խորհուրդ է։ И это всего лишь определенный Եվ ին քարոզի վերնագիրն է, ինչ եմ ես определенные բերում мысли. եկեղեցի։ И тема моей проповеди, что я приношу сегодня с Գիտեք, собой в церковь. կարծես այսպեսի տպավորություն կա, И казалось бы, есть такое որ երբ впечатление, ես գալիս եմ եկեղեցի, ես պետք է ինչ-որ մի բան վերցնեմ եկեղեցուց։ что когда я прихожу в церковь, я должен что-то взять. Այո, դա այդպես է։ Да, это так, Ճիշտ է։ это правильно. Մենք այդ ակնկալիքը պիտի ունենանք, որ երբ որ ես գալիս եմ, ես եկեղեցուց բան պիտի տանեմ։ Должно быть это ожидание, что мы должны что-то забрать. Մենք գալիս ենք Աստծո տուն, Мы приходим в Божий дом, հանդիպելու Աստծո հետ, чтобы встретиться с Богом, հաղորդակցվելու քույր եղբայրների հետ, общаться с братьями и сестрами. ոչ թե ընտրովի, այլ բոլորի հետ։ Ես խոսում եմ նորմալ հաղորդակցության Не մասին։ выборочно, а в общем. Я говорю о нормальном общении. Վերցնել Աստծո խոսքը, И взять Божье Սուրբ Слово, Հոգով լեցվալ գնալ տուն։ исполнившись Духом Սա Святым, пойти նշանակում է, որ домой. ես գալիս եմ Աստծո տուն եւ Աստծո տնից տանում եմ այս ամենը ինձ։ Это означает, я прихожу в Божий дом и что-то Եթե ինչ որ забираю. մեկ համաձայն է, թող ինձ հետ ասի այո եւ ամեն։ Если кто-то согласен, пускай вместе со мной Օրհնյալ скажет լինի да и այն аминь. եկեղեցին, որտեղից ես հոգեվոր օրհնություններ եմ վերցնում։ И благословена та церковь, где я беру вот эти духовные Եվ օրհնյալ է благословения. Աստված, И благословен Бог, որ իր սիրո կապերով մեզ բերում է իր տուն, который своими любовными связями приводит нас в свой дом, որպեսզի մեր գողքը լեցնի առատությամբ, ինչպես ավետարանն է ասում։ чтобы наполнить нас. Բայց քույր եղբայրներ, հանուն արդարության պիտի ասենք, Но ради справедливости я որ должен բացի сказать, եկեղեցուց տանելուց մենք պիտի մտածենք, բա մենք ինչ ենք բերում что помимо եկեղեցի։ того, что мы что-то забираем, мы должны думать, что мы приносим в церковь. Գիտեք, ես երբեք Աստծո տալու վրա չեմ կասկածում։ Я никогда не сомневаюсь в том, что Бог Այն дает. ինչ որ Աստված է անում, այն ինչ որ Աստված կտա իր ժողովրդին, այո եւ ամեն դա կատարյալ է, ամբողջական է, Աստված երբեք չի խնայի, կլեսնի մեր գոքը հարստությամբ եւ մեզ տուն կճանապարհի։ И Бог никогда не будет что-то жалеть, Он будет щедро посылать на нас благословение и Մենք отправить нас так Աստծո домой. պատասխանատվությունը երբեք կասկածանքի տակ իրավունք Мы չունենք никогда не դնելու, ставим под сомнение ответственность Бога в этом որովհետեւ նա вопросе, ասում է потому что Он говорит, եւ նա անում է։ и Он делает. Հավատացողներն ասացին, И верующий должен Ամեն։ сказать аминь. բայց ոչ պակաս հարց է, Но не менее важный մենք вопрос, եկեղեցի գալուց ինչ ենք բերում մեզ հետ։ что мы приносим с собой в Սա церковь. էլ հարցի կարևոր մեկ այլ կողմն է И это հարազատներից։ очень важная другая сторона Իսկ вопроса. մենք ինչ ենք բերում մենք Աստծո տուն, Что мы приносим в Божий дом? որովհետև Потому что, պիտի նորից ասեմ հանուն արդարության, я должен сказать еще раз, ради չէ որ справедливости, միայն մենք չենք գալիս Աստծո տուն։ не только мы приходим в Մեր Божий հետ дом, մենք բերում ենք այն ինչ որ ունենք մեր սրտի մեջ։ мы приносим то, что в нашем сердце Բերում есть, ենք այն ինչ որ ունենք մեր կյանքի մեջ։ то, что есть в нашей жизни. Մենք մեր հետ բերում ենք մեր խոսքերը, Мы приносим наши слова, բերում ենք մեր վարքը, наше поведение, ընտանեկան կուլտուրան, культуру в երեխաների семье, դաստիարակությունը, воспитание детей, ընտանեկան մթնոլորտը, атмосферу семьи, սովորությունները, какие-то պապերից, привычки, տատերից եկած, которые пришли от дедушек и օրհնյալ бабушек. են մեր ծնողները սիրելիներս։ Благословлены наши Что мы родители. пяти оси, Кто-то амен. должен сказать Բայց аминь. միշտ չէ որ իմ ծնողը ճիշտ է արել Но ինձ не հետ։ всегда Միշտ չէ որ мои իմ родители ծնողը ինձ были ճիշտ բան է փոխանցել։ правильные вещи мне передавали. Եվ երբ որ ես գալիս եմ Աստծո И տուն, когда я прихожу в Божий дом, մենք ամեն մեկս պետք է հաշիվ տանք մեզ։
Мы должны дать себе отчет. Որովհետև իմ վարքը, Потому что мое իմ поведение, բնավորությունը, мой իմ характер, դաստիարակությունը, мое իմ воспитание, երեխաների воспитание դաստիարակությունը, моих детей մարդկանց հետ ունեցած հարաբերության ձևերը, и какие-то способы Իմ отношений с людьми, բնավորությունը, мой характер, ընտանեկան մթնոլորտը, атмосфера քույրերեխաներ семьи. վերջի վերջո, В конце концов, братья и այնինչ որ сестры, կա իմ կյանքի то, մեջ, что есть в моей ես жизни, ոչ միայն դա բերում եմ եկեղեցի, я не только это приношу в դա церковь, ազդում է եկեղեցու վրա։ это влияет на церковь. Դուք տեսնում եք, ինչքան որ կարևոր է ինչ կտանես եկեղեցու։ Вы видите, помимо того, что важно, что ты Ոչ заберешь, պակաս կարևոր է դու ինչ ես բերում не եկեղեցի քեզ։ менее важно, что ты приносишь. Ոչ, սիրելիներս, ես նկատի չունեմ այն մարդու մասին, որ հիմա քո մտքի մեջ է։ Я не имею в виду того человека, который сейчас у Ես тебя в նկատի голове. ունեմ այն աթոռի վրա нստած մարդուն, որ լսում է ինձ։ Я имею в виду того человека, который сидит на Ինչ стуле и ես բերում слушает քո меня. հետ եկեղեցի։ Что ты с собой приносишь в Գիտեք, церковь? եւ ես պետք է հասկանամ, И я должен понять, որ իմ ծանրությունով կամ իմ բերով չպետք է փչացնեմ ուրիշների что կյանքը։ я своим бременем не должен испортить чужую жизнь. Ես իմ բնավորությունով իրավունք չունեմ փչացնեմ որևէ մեկին У меня եկեղեցու։ нет права своим характером кого-то испортить. в Ես իմ церкви. դաստիարակությունով իրավունք չունեմ փչացնեմ որևէ մեկին եկեղեցու Я своим հարազատներս։ воспитанием не имею права кого-то испортить в церкви. Որտեղից гիտեմ սա։ Откуда я это знаю? Որտեղից այս միտքը մեզ։ Откуда у нас эти Ավետարանի мысли? որ տեսանկյունն է դրթում, որ մենք խոսենք սրա մասին։ Где Евангелие нас подталкивает, чтобы мы так думали? Գաղատացիների 6-րդ գլխի առաջի խոսքի մեջ Галатам 6:1 գրված է եղբայրներ, написано: братья, եթե մեկը հանկարծ բռնվի մի հանցանքով, если впадет человек в какое դուք согрешение, որ հոգևոր եք, вы духовные, այնպիսին հաստատեք հեզության հոգով։ исправляйте такового в духе кротости. Սա հասկանալի է։ Это понятно. Բայց ինձ գրավում է այս նախադասության վերջի բառերը, Но меня как бы завлекает вот эти որտեղ последние գրված է. слова. Զգուշացիր քո անձին, Наблюдай каждый за որ դու էլ собой, չփորձվես։ чтобы не быть искушенным. Ռուսերենում իմ դուրը շատ է Мне գալիս։ нравится, как на русском звучит. Наблюдая каждый за собой։ Այսինքն դա նշանակում է, որ ամեն մեկը То есть это означает, что каждый պիտի ուշադիր լինի իր նկատմամբ։ должен быть Չէ, внимателен к себе, Ուրիշի նկատմամբ չէ։ не к другому. Դուք նկատել եք, որ մենք հակված ենք ով եկավ եկեղեցի, Мы вооружены ինչ արեց եկեղեցում։ к тому, как судить, что он сделал в церкви. Okay, եթե դու իմ քարոզը Как он չլսես, пришел. բայց սրա մեջ վստահ եղի։ Если ты даже не будешь слушать мою Աստված проповедь, այդպիսի мտածելակերպ չունի։ будь уверен, у Бога Աստված нет քո такого մասին է мышления. մտածում։ Бог думает о Դու тебе, ինչպես ես գալիս եկեղեցի։ как ты приходишь в Սա церковь. կարևորագույն հարց է И հարազատներս։ это очень важный вопрос. Որովհետև եկեղեցու լավ ու վատ լինելը ոչ թե կախված է եկեղեցում որոշակի ինչ որ մի խմբից, Потому что церковь хорошая или плохая не зависит от какой-то բեմից группы в քարոզող церкви քարոզիչից, или от проповедника со հովից, сцены թերևս ես իմ վրա այս պատասխանատվությունը չեմ վերցնում։ или от пастора. Հասկացեք սիրելիներս, լավ ու վատ լինելը կախված է եկեղեցի միառժամանակ թե անհատական մտածելակերպից, Оно зависит от личного мышления. որովհետև հենց այդ անձնական մտածելակերպն է, որ ներդրվում է եկեղեցու մեջ Потому что это личное мышление, оно приносит в церковь եւ որոշակի մտնոլորտ է ձևավորվում եկեղեցու մեջ։ и создает определенную атмосферу в церкви. Ուրեմն Поэтому հետևություն կարող ենք անել։ мы можем сделать вывод. Ուշադիր լինենք մեր նկատմամբ։ Мы должны быть внимательны Ինչ к ենք բերում себе. մեզ հետ։ Что мы приносим в Գիտեք, церковь. ես շատ լավ հասկանում եմ։ И я очень хорошо Երբ դու понимаю, հայտնաբերում ես քո մեջ այն ամենը, ինչ որ ես ցուցադրեցի այստեղ։ когда ты в себе открываешь то, что я Գիտեք, здесь ես вывел. չեմ ասում, որ երբ որ դու հայտնաբերել ես, դու վատ մարդ ես։ Я не говорю то, что если ты в себе это Մենք կարող ենք обнаружил, հայտնաբերել այդպիսի բաներ մեր ты плохой սիրելիներս, человек. Нет, мы Բայց можем в գիտեք себе это վատը ինչու՞մն է, обнаружить. Но знаете, в чем որ проблема? մենք արդարացնում ենք այդ բնավորությունը եկեղեցու մեջ։ Что мы оправдываем этот характер Ես в այդպիսին церкви. եմ։ Я такой. Ընդունեք ինչպես որ ես կամ։ Принимайте меня каким, какой я есть. Ոչ սիրելիս։ Нет, Դու возлюбленный. պարտավոր չես ինձ ընդունել միշտ այնպես ինչպես որ ես կամ։ Այո, դու կարող ես ինձ ընդունել ինչպես որ ես կամ։ Ты можешь меня принять такой, какой я Բայց есть. դու պարտավոր չես միշտ ինձ ընդունել այնպես ինչպես որ ես կամ։ Но ты не обязан, не должен принимать меня Որովհետև всегда таким. Աստված էլ ակնկալիք ունի, որ ես ինչպես որ կամ, լավ է, որ ես հասկացել եմ, Потому что у Бога тоже есть ожидания. բայց Աստված ակնկալում է, որ ես չմնամ ինչպես որ ես կամ, հավատացողը կասի ամեն։ И Он ожидает, чтобы я не оставался таким, Գրել какой я է, есть. հավատացողը կասի ամեն։ И верующий должен сказать Ու аминь. մասին եմ խոսում, սիրելիներս О հիմա, ком я говорю ով сейчас? կարող է օգնել ինձ, Զավեն եղբայրը Ով ցույց է может տալիս помочь? Աննային, լավ է, որ ինքը իր կողքը չէր։
Առաջի Կորինթացների առաջի գլխի 10-13 համարներում 1 Коринфянам 1 եկեք глава, նայենք 10 տեսենք стих. ինչ է գրված այստեղ։ Давайте посмотрим, Ես что здесь խոստացել եմ կարճ написано. խոսեմ, դրա համար արագ եմ խոսում, որ շուտ վերջացնեմ։ Բայց կարծում եմ շատ կպնողական պատգամ է։ Աղաչում եմ ձեզ եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ ամենքդ միևնույն խոսքն ունենաք, ձեր մեջ բաժանություններ չլինեն, այլ միևնույն մտքի, միևնույն կարծիքի մեջ հաստատված լինեք, որովհետև ձեր մասին ինձ լուր հասավ եղբայրներ քրեի ընտանիքից, թե հակառակություններ կան ձեր եկեղեցում, եւ այս եմ ասում, որ ձեզանից ամեն մեկն ասում է. ես Պողոսյան եմ, ես Ապողոսյան եմ, սա հայտնի ճանաչված գրած բան է, ես Կեփասյան եմ, ես Քրիստոսյան եմ, բաժանված է Քրիստոս, միթե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի անունովը մկրտվեցա, կարող է չկարդալ, մեր հարազատները կարդացին։ Քույրեր եղբայրներ, Братья и сестры, Կորինթոսի եկեղեցու անդամները члены церкви в Коринфе, հասցրել են եկեղեցին ներսից բաժանել։ они успели изнутри разделить Գիտեք, церковь. եկեղեցիներ կա, որոնց արտակնապես տեսնում ես նրանց փարթամությունը դուրս գալիս է։ И есть церкви, которые внешне хорошо, ну, Դա ինչի хорошие. տպավորում։ И меня это не Ինչ впечатляет. տպավորում է ներքին եկեղեցու ամուր կապը։ И меня впечатляет внутренние вот эти твердые связи, Ինչ крепкие տպավորում է, связи. գիտեք, այն ներքին կուխնյա կա, չէ՞, այսպեսի արտահայտություն Есть կա։ такая внутренняя Այդ ներքին кухня. կուխնյայի մեջ եղած ամուր կապը մեկը մյուսի հետ, դա է ինձ տպավորում։ Вот эта крепкая связь друг с другом меня Եկեղեցու впечатляет. արտակնապես տպավորությունը ես գոնե հարազատներից 33 տարվա հոգևոր կյանքի փորձառություն եմ, այլևս իմ վրա տպավորություն չի թողնում։ И на меня тяжело впечатление какое-то произвести, потому что у меня большой опыт. Կորինթացների եկեղեցու ժողովուրդը հասցրել են եկեղեցի ներսից մասնատեն։ И коринфяне успели разделить Եվ գիտեք изнутри ինչով церковь. են մասնատել։ И знаете, как они вот так вот Բաժանվել разделили? են խմբերի։ Они на группы Ասում են, разделились. И они ես սրա говорят, կողմից եմ։ я с этой Այն մյուսն ասում стороны, էր, ես էլ նրա кողմից եմ։ другой говорил, я с другой стороны. Իրար նկատմամբ հակառակություններ ունեն։ И у них были разногласия друг с Գիտեք, другом. ամենազարհուրելին էր այն էր, И самое удивительное было то, որ նրանք չէին էլ պատկերացնում, որ Աստված չի կարող այդտեղ լինել։ что они не представляли, что Бога там не может Նրանք быть. վստահ են, որ Աստված իրենց հետ է։ Они были уверены, что Бог с Նրանք վստահ ними. են, որ Աստված իրենց այդ շրջանակի մեջ եղած արդար մարդկանց հետ է։ Они были уверены, что Бог с ними. Այնինչ այդ շրջանակները արդեն եկեղեցու ներսից Կորինթոսի մեջ բաժանություն եւ մասնատություն են բերել։ И они не думали, что в этом времени, которое вот уже было Գիտեք, разделяло, в այդ этом времени не было վիճակը Бога. այնքան էր անհանգստացրել Պողոս առաքյալին, И это состояние настолько որ беспокоило արդյունքում Павла, գրեց. Քրիստոս արդյոք բաժանված է։ что он сказал, разве Христос разделился? Ստոպ։ Ուշադիր լսեք հիմա ինչ եմ ասում։ Հարցը վերաբերվում է ինձ։ Вопрос относится ко мне. Եթե ես որևէ մեկի նկատմամբ հակառակություն ունեմ, Если у меня есть какие-то разногласия с кем-то, հավատացեք սիրելիներս, Քրիստոսը չի կարող ոչ իմ կողմը լինել, ոչ էլ նրա կողմը։ поверьте, Христос не может быть либо на моей, либо на Աստված его խմբերի стороне. մեջ չի բաժանվում։ Христос Бог не разделяется на Է, группы. այդա քուրիկ ջան, ականջդ կանչի, թե լսում ես վերադարձի։ Բանաստեղծել են փաստորեն։ Գիտեք, միշտ գալիս էր ասում էր, Հովիվ ջան, մեր խմբակը լավն է, չէ՞։ Ուրա Դալգապրուդն ու խմբակը որտեղ է։ Լավն է։ Բայց դա չի նշանակում, որ ընդեղ ամենակ։ Այդ նույն Աստված Մոսկովսկի խմբակում էլ է։ Այդ նույն Աստվածը Բալաշիխայի խմբակում էլ է, այդ նույն Աստվածը բոլոր տեղերում է։ Աստված չի կարող բաժանված լինել եւ ասի, դե որ բաժանված է, ես մաս-մաս բաժանվեմ, առե կեսը ինձանից քեզ, կեսը քեզ, դե լավ որ լեզու չես գտնում ինձանից այս կեսն էլ քեզ։ Ո՞վ է հավատում այդպիսի Աստծոց, խենթերը միայն։ Եվ ցավոք պիտի արձանագրեմ, И должен, к сожалению, сказать, с болью сказать. կան այդպիսիները, Есть А. такие, որոնք խորը համոզմունք ունեն, որ Աստված իրենց հետ է։ у которых есть глубокое убеждение, что Бог Գիտեք, այդ с ними. Սամսոնի մտածելակերպն է, Это мышление Самсона. որ ինչ անում էր, Что он не делал? վստահ էր, որ Աստված իր հետ է։ Он был уверен, что Бог с ним. Գնում էր ինչ ուզում անում էր, Он шел, делал, что хотел. Երանը սրբում էր, Вытирал рот, թշնամուն հալածում էր, убивал своего Աստված врага, гнал հաղթանակը врага. տալիս էր, Бог давал ինքը победу. լուրջ համոզմունք ուներ, որ Աստված իր հետ է ասում։ И- Եվ մի օր Он был убежден, что Бог с ним. И в один քույրերն день նրանք ովքեր որ այսպես մասնատված մտածելակերպ ունեն, հավատացեք, այդ մի օրը կկարդան ձեր մասին, բայց դուք չեք իմանա, որ դա ձեր հետ է կատարվում։ да.
Մենք բաժանվեցինք զգացիկ, ինքը արդեն հոգու մեջ է, սիրելիներ։ Նարեկ եղբայրս հոգու մեջ է, իրան չդատեք։ Միաբան լինենք այս պահին։ Ինձ չեն դատելու։ Բայց ի՞նչ են անելու։ Կասեմ։ Надеюсь. Քույր եղբայրներ, Братья и сестры, եկեք մեզ հաշիվ տանք։ давайте дадим себе Ինչ отчет. եմ բերում ես եկեղեցի ինձ հետ։ Что я приношу с собой в церковь? Ինձ դուր է գալիս այդ նույն առաջի Կորինթացիների 5-րդ գլխի 1-ի ով է դեռ մինչև հիմա ինձ սիրում հարազատները։ Սիրողներ, աղոթեք ինձ համար։ Кто до сих пор меня любит? Молитесь за меня. Սիրեք, Իզը տեսնեմ միա այս тоже. խոսքից հետո էլ կսիրեք։ Ասում է Կորինթացիներ առհասարակ ձեր մեջ բաներ են անգամ գրածը մի քիչ լեզուս չի պատտվում, բայց թույլ տվեք մի քիչ համարցակվեմ կարդամ սիրելիներս, առհասարակ լսում են ձեր մեջ պոռնկություն, И այնպիսի պոռնկություն, որ հեթանոսների մեջ էլ չկա, այսինքն բաներ կա եկեղեցում, որ իսկի անհավատների մեջ տես բան չի լինում։ Ժողովուրդ ջան, դուք տեսնում եք, որ արևի տակ մի նոր բան չկա։ Այո, ցավոք սրտի, հոգևորները կարող են այնպես ումուդրիցը լինել, ձևակերպել իրենց իմաստուն անձի տեղ դնելով, որ այնց բան անեն, աշխարհիկը տեսնի զարմանա։ Ոտ նայու ցնդյոսի, ոնց կարելի է Հիսուսի անունը տալ։ Շարունակեմ։ Գիտեք, որ աշխարհիկը տես բան չունի, ինքը ունի իր աստվածները, ինքը պարզ ասում է, ինքը խաղ չի անում, բայց ասում է, ոնց կարելի է Հիսուսի անունը տալ։ Ով այն սիրում։ Ես ձեզ սիրում եմ հարազատներս։ Եվ ասում է, որ անգամ հեթանոսների մեջ չկա, այնպես որ մեկը իր հոր կնոջը ունեցել է։ Եվ բանը նրանում է, որ դուք հպարտացած եք եւ ավելի սուկ չեք մտնում, որ ձեր միջիցը վեր առնվի, նա որ այն бանը գործեց։ Ես այս վերջին Հայաստան գնալը շատ տպավորվեց իմ вրա։ И последняя моя поездка в Գիշերը Армению была очень վայրեջ впечатлительной. կատարեցինք, Мы ночью շատ приземлились, ծարավ ենք, ուզում ենք մտնել ճանապարհին Զվարթնոցից դեպի կվարտալ գնացող ճանապարհին, ասացինք մտնենք ջուր վերցնենք, նոր շարունակենք գնանք Զոնքաչի տուն։ и мы зашли, взяли воды, прежде чем прийти домой. Ուրեմն ես կյանքում Հայաստանում տես բան չեմ տեսել։ Я никогда не видел такого в Армении. Ես չեմ ասում, ստեղ չկա, ամտեղ չէ, բոլոր տեղերում էլ կա սերներս։ Հիմա ուրիշ բան չմտածեք։ Ուղղակի ինձ համար դա մի հատ անսովոր երևույթ էր։ Աչքից դեմ դուրս եկավ, կինս հետս էր, աղջիկս հետս էր, И со мной была моя ովորից жена, դիմաց։ дочка, Մի քանի հատ տրանսվիստիտ խանութի մեջ։ несколько трансвеститов. Կներեք, որ sense մի քիչ ծայրահեղ օրինակների եմ Простите, что это очень Ին վրա такой ինչը տպավորեց։ пример. Անենց են բան, ոնց որ ես առողջ մարդ լինելով ես աննորմալ եմ, իրանք են նորմալ։ Они так себя вели, как будто я ненормальный, а они Ես нормальные. ռուսերենում այսպեսի մի արտահայտություն կա, падմենը, ինչի։ Понятий. Падմենը понятий։ Այսինքն ճիշտ հասկացողությունը ծառած sense մի հատ վիճակ, որ դու այլևս չես ջող, նախկինում դա ճիշտ էր։ Այնմար բանից պարզվում է, որ դա սխալ է, ու այն ինչ որ ճիշտ էր, հիմա դա դարձել եւ հակառակ այն ինչ որ սխալ է, դա դարձել է ճիշտ։ Ես լավ հասկանում եմ, թերություն կարող է լինել։ И я хорошо понимаю, что могут быть какие-то Գիտեք ամբողջ проблемы, խնդիրը ошибки. ինչու՞ն է Знаете, в սիրելիներս։ чем самая большая Որ проблема? այդ թերությունով էլ մարդը པարծենում է։ Что человек гордится этим. Гордится вот этой проблемой. Պիտի անկեղծ խոստովանեմ, И я должен искренне исповедовать. ես վստահ եմ, որ շատ-շատեր իրանց իստորիաներից ին ջնջում են, գիտեք ինչ համար սերներս։ Я уверен, почему Կամ էլ многие փակում меня են, որ չտեսնեն։ закрывают истории от меня, чтобы я не видел. Կներեն եղբայրներից մեկը անունը չեմ տա, բայց այս վերջերում պատահական մտա իր իստորիա։ Очень случайно зашел в его историю Ու из գրեցի одного ասացի, братьев. լուրջ աղբերս։ Я написал серьезно, Լուրջ։ серьезно. Հանգիստ ցույց չտաս, որ դու ես, խնդրում եմ։ Ինձ նայից ես, որ իբր դու չես։ Լուրջ աղբերս, ասում դու իսկապես այդ որ ցույց ես տալիս, դա քո համար ցույց տալու բան է, հա։ То есть то, что ты показываешь, это для тебя... Գիտեք սերներս եկեղեցու ամենամեծ խնդիրը որն է։ Знаете, в чем самая большая Որ проблема ինչ որ церкви? աննորմալ է։ Что Հանկարծ կարող է գտնվել մեկը, может оказаться որ кто-то, ոչ մի դա նորմալ է։ Այլ դրանով էլ ինքը հələ փորձի մեկին վերևից նայի։ что он, помимо того, что он ненормальное что-то делает, он берет повод, чтобы Ես смотреть հասկանում եմ, մի քիչ свысока на թյուրիմացություն կա других. ձեր զգացմունքների մեջ։ Ես հիմա կուղեմ, դուք կտեսնեք ես ինչ նկատի ունեմ։
Այն մարդիկ, И те люди, որոնք ունեին անթույլատրելի վարք, у которых было непозволительное ոչ поведение, միայն ամաչում էին սիրելիներս, не только смущались или այլ стыдились, հպարտանում էին։ но они Գիտեք, гордились. երբ որ ես նայեցի բացատրականը այս համարների Կորինթոսի պատմության հետ կապված, գիտեք ինչ է Когда я գրված։ читал объяснение вот этого послания, Հպարտություն բառը ավելի շատ այնտեղ նշանակում է ցույց տալ իրենց առավելությունը, իրենց թերություններով ավելի ինչ որ մեկից։ то есть возгордиться, это означало показать свое превосходство над другим. Գիտեք, մարդու հոգևոր բարոյական անկման нշաններից մեկը հենց սա է։ И знаете, одна из Խնդրում եմ լսեք ուշադիր։ одна из Խնդրում եմ лսեք ուշադիր։ как бы знак того, что человек упал, Որ ինքը իր թերություն ունենալով բարձրանում է դեռ ինչ որ մեկին էլ վերևից է նայում։ что он вот как бы гордится или хвалится своей ошибкой Այդ или մարդը грехом. դադարում է տեսնել այն ինչ իրեն հետ բերելով եկեղեցի, Он перестает смотреть то, что он приносит в церковь, վնասում է եկեղեցու հեղինակությանը։ и тем Ինքը самым չի нկատում դա։ он вредит авторитету церкви, он Ասում не է замечает это. կյանքն է, ես ինչ ուզեմ կարող եմ Он անել։ говорит, это моя жизнь, я что хочу, Հարազատս то դու и Աստծո տան то и մեջ, делаю. այո, դա քո կյանքն է, ոչ մեկ քո անձնական պրաստրանցման չի մտնում։ Да, есть твое личное пространство, никто в Բայց него не հավատացեք, заходит. սա Քրիստոսի ընտանիքն է, հավատացողը պիտի ասի ամեն։ Но поверьте, это семья Եվ Христа. ես իմ հետ Աստծո տուն ինչ որ բերելով, И то, что я приношу в ես церковь, կամ այս ընտանիքի հեղինակությունը բարձրացնում եմ, կամ այս ընտանիքի հեղինակությունը գցում եմ ներքև։ я либо возвышаю авторитет, либо наоборот унижаю авторитет Ուրեմն этой семьи. հարազատներս քիչ է որ այդ թերությունը կա։ И помимо того, мало Շատերն того, էլ что есть вот փորձում эта են вот ошибка, իրենց բարձր դասեն ուրիշներից եւ վերևից տեսնել։ Օրինակ, многие как бы хотят себя видеть ես свысока. նկատել եմ, որ այդպիսի մարդիկ իրենց բնավորությունը հատուկ են տեսնում ուրիշներից։ И Հատուկ я заметил բնավորություն։ то, что они свой характер видят каким-то особенным. Ես նկատել եմ, որ ինքը հատուկ հոգևոր է ուրիշներից։ Он какой-то особенно верующий. Չեմ մոռանա մեկ անգամ մի եկեղեցու քուրիկ ասում էր, Одна сестра в церкви ասում сказала, էր, հով ջան, մենք չենք կարողանում այս մարդուն այլևս լսել։ мы не можем больше слушать Ասում этого էր, որովհետև երբ человека. որ ինքը խոսում է մեզ հետ, Потому что когда он с нами տպավորությունը разговаривает, այնպեսին է, որ ինքը կապ ունի Աստծո հետ, մենք կապ չունենք Աստծո հետ։ складывается впечатление, что у него есть связь с Богом, а у нас Տեսել нет եք, չէ՞, связи տես с Богом. մուննատ խոսացողներ։ Вы видели вот Հոգևոր։ таких муннат Դες մուննատով говорящих? խոսում էին, բրինք Աստծո հետ կապ ունի, մնացածը կապ չունեն։ Казалось бы, у него есть связь с Богом, а у других нету. Ինքը գիտի, մենք չգիտենք ասում է։ Он знает, а мы не знаем. он Ինքը говорит. ուժեղ հոգևոր է, մենք անընդհատ ընկած ենք, анընդհատ ընկած ենք։ Он сильно верующий, Потом а их мы чей карман постоянно унесет? в упадке, мы не можем его слышать. Ուրիշ երևույթ кա։ И есть другое явление. Իր երեխաները հատուկ են ուրիշներից։ Его дети, они особенные. Գիտեք, ես հավատում եմ, որ ծնողները պիտի պաշտպանեն իրենց երեխաներին։ Я верю в то, что родители должны Բայց ես защищать չեմ своих հավատում, որ детей. ծնողները եկեղեցում իրենց երեխաների թերությունն էլ պիտի պաշտպանեն։ Но я не верю в то, что они должны защищать вот какие-то недостатки своих детей. Ժողովուրդ, լսեք ինչ եմ ասում И ձեզ։ послушайте, что я говорю Ես вам. հավատում եմ, որ ծնողները պիտի պաշտպանեն իրենց Я верю երեխաներին։ в то, что родители должны Բայց ես защищать չեմ своих հավատում, детей. որ նրանք պիտի պաշտպանեն իրենց երեխաների թերությունը։ Но я не верю в то, что они должны защищать их недостатки. Գիտեք, զարմանալին նա է, И знаете, что в որ чем Իսրայելն իր պատմության մեջ ունեցել է այդպիսի դեպքեր։ что удивительно, что в истории Израиля были такие случаи. Իսրայելը ճկնում էր հեղի երեխաների Աստծո ժողովրդի մեջ ոչ պատշաց պահելու И պատճառով։ Израиль страдал Ճկնում էր։ от сыновей Илия, Նեղվում священника. էր, գնում են ասում են հեղի երեխեք սենց բան արել, ուշադրություն Они դարձնում։ говорили, Илия, Эмилия обрати Павловна, ушадилась ինչեմ ասում։ внимание на своих детей. Գիտեք, այսպիսի բաները վեր պետք է առնվի եկեղեցու միջից։ И в церкви такие вещи должны выходить. Հավատացողը պիտի ասի ամեն։ И верующий должен сказать аминь. Հավատացողը պիտի, ժողովուրդ։ Ոնց որ մենք կորցրինք իրար։ Ոնց որ լսելու մեջ կորցրել ենք իրար։ Ոնց որ մենք մի քիչ կորցրեցինք։ Ես կարծում եմ, եկեղեցու մեջ ամեն մի անհատ շատ արդար պիտի լինի Мне սիրելիներս։ кажется, каждый человек лично должен быть справедливым. Գիտեք Պողոս առաքյալը ինչ էր գրում Կորինթացիների վերաբերյալ։ Знаете, что Павел писал по отношению к Ասում էր коринфянам? իմանալով այդ թերությունները, ասում էր։ Он говорит, им, зная вот этих Ասում էր недостатки, գոնե սուք անեք։ он говорит, вы бы хотя бы скорбели. Գիտեք, ես հավատում եմ, որ իմ երեխան կարող է թերություն ցույց տալ։ Я верю в то, что мой ребенок может какой-то Բայց ոչ недостаток թե ես проявить. պիտի հասարակապես պաշտպանեմ նրանց։ Но я не то, что должен вот их защищать. Ես պիտի այո ասեմ, աղոտ քարեք իմ երեխայի համար, դա նրա թերությունն է։ Я должен сказать, да, молитесь, это его недостаток. Ով է վերջի անգամ իր երեխայի պահով այդպիսի խնդրանք ունեցել, ինչ որ մեկին կամ Աստծուն։
кто молился, может быть, за подобную проблему? Քույր երեխայներ, հավատացեք, ես շատ կարևոր բաներ եմ ասում ձեզ։ И поверьте, я очень важные вещи вам Դուք говорю. մտածում եք, որ ավելի կարևոր բաներ կարող են։ Հակոբ եղբայր, էլ ավելի կարևոր բան չկար դու այսօր քարոզեիր։ О, может быть, ты думаешь, что было Вот. еще более важные вещи, на что я мог Ես проповедовать. որպես հովիվ հետաքրքրված եմ, ես իմ ընտանիքով ինչ եմ բերում ես Я եկեղեցի։ заинтересован как пастор, я своей... Մենք իրավունք չունենք նրանց թերություններով բարձրանալ սիրելիներ։ Мы не имеем права гордиться этим. Մեր երեխաները պիտի հասկանան։ Наши дети должны Ես понять. չգիտեմ ինչու կանգնեցի այս կետի վրա, բայց թույլ տվեք միտքս Я не ավարտել։ знаю, почему я остановился на этом пункте, но Կապ позвольте չունի։ закончить мысль. Աստծո տան Неважно, մեջ առավել եւս։ тем более в Божьем доме. Լսեք ուշադիր սիրելիներս։ Послушайте. Նրանք պիտի հասկանան, որ սա սուրբ տեղ է։ Они должны понимать, что это святое Եվ место. հավատացողը պիտի ասի, Верующий должен сказать. հավատացողը պիտի ասի ամեն։ Верующий должен сказать. Аминь. Պողոսը գրում էր, И апостол писал, որ նրանք պետք է ողբային, что они должны были սուքանեին։ скорбеть. Գիտեք, բնագրում նշանակում է, որ այնպես սուքանեին, կարծես թե ինչ որ մեկին կորցրել են։ То есть плакать, как будто кто-то кого-то потеряли. Հիմա ինչի, խնդրում եմ ուշադիր լսեք։ Խնդիր չէ, И это не проблема. կարծում եմ ավելի լավ այսպես ասեմ։ Երբ այն ինչի մասին ես խոսում եմ հիմա, Что, о чем я сейчас говорю, մենք տեսնենք մեր մեջ այդ խնդիրը։ мы бы увидели эту проблему. Да, в себе. խնդիր չի։ Это не проблема. Խնդիրը նա է, Знаете, в чем որ проблема? մենք ծածկում ենք, Когда мы скрываем, մերն ավելի լավ ենք համարում։ мы считаем наше Քույր лучшим. երեխաներ, խոնարհվել է պետք։ Нужно смиряться, братья и Խոնարհվել է сестры. պետք։ Нужно смиряться Հանուն արդարության խոսել է պետք ճիշտ է։ ради справедливости. Мы должны говорить Հանուն правду. Քրիստոսի ճիշտը խոսել է պետք։ Ради Христа нужно. Հա, Սուրբ Գիրքն ասում է, մեկը մյուսի խոստովանեցեք իրար հանցանքներ, То есть исповедуйте друг перед другом Աղոթեցեք свои проблемы, իրար свои համար, грехи, молитесь друг за друга, որպեսզի բժշկվեք։ чтобы исцелиться. Բայց սիրելիներ, ես նկատել եմ, որ այս հարցում մարդը պիտի այնքան խոնարհ լինի։ Я заметил, что человек в этом вопросе должен быть настолько Այնքան смирен, խոնարհ պիտի լինի, настолько смирен, որ կարողանա մեկին էլ գտնի եւ ասես թերությունը կա, խնդրում եմ աղոթ կարեք ինձ համար։ чтобы найти человека, сказать, есть такая проблема, помолитесь за меня. Դուք ասես դու տենց անում ես, Помолитесь за անկեղծ меня. անում եմ սիրելերս։ И вы спросите меня, Լուրջ я եմ так ասում անում делаю? եմ։ Ես առիթը բաց չեմ թողում։ Я не упускаю Չէ, возможности. եթե քեզ հետաքրքիր է ում եմ անում, դա էլ մի հատ ուրիշ հարց է։ Կարծում եմ դա ձեզ հետաքրքիր չի, բայց հավատացեք, որ դա շատ կարևոր է։ Поверьте, это очень важно. Եփեսացիների 5-րդ գլխի 1-ից 3-ում տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Ես կկարդամ հայերեն, հետո մի փոքր մեկնաբանություն տամ։ Ասում է արդ նմանող եղեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ, հավատացողը կասի ամեն։ Պիտի նմանենք սիրելիներս թե չէ։ Հա? Սիրով գնացեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ մատուցեց Աստծուն անուշոտ լինելու, բայց ամեն պղծությունից, պոռնկությունից, ագահությունից թող չանվանվի, նշանակում է թող ձեզանում այնինչ որ սուրբերին վայել չէ չխոսվի։ 7-ից 15-ում գրված է, ուրեմն մասնակից մի լինեք նրանց, վասնզի մի ժամանակ խավարեք, իսկ հիմա լույս եք, դուք տեսնում եք կոնտրաստը, ցույց է տալի տարբերությունը, լույսի որդիների պես գնացեք, որովհետև հոգու պտուղը ամեն բարությունով է, արդարությունով, ճշմարտությունով, փորձեցեք թե ինչն է Աստծուն հաճելի, Տիրոջը եւ ասում եմ մասնակից մի լինեք խավարի անպտուղ գործերին, այլ մանավանդ հանդիմանեցեք, որովհետև նրանց միջումը ծածուկ գործվածները խոսքով ասելն էլ ամոթ է, բայց ամեն բան լույսիսը հանդիմանված հայտնի է լինում, վասնզի ամեն բան, որ հայտնի է լինում, լույս է, սրա համար էլ ասում է, վեր կացով քնած, վեր կանգնիր մեռելներից, Քրիստոսը կլուսավորե քեզ, արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես անխելքներ։ Ինչ եմ բերել ինձ հետ եկեղեցի։ Что я с собой принес в церковь? Թույլ տվեք մի քիչ էլ խորանամ։ И позвольте еще углубиться. Խնդրում եմ բարբերաբար նկարը դիր Դավիթ ջան, թող մեր աչքի առաջ լինի, ես մի քանի բաներ ասեմ։ Եկեք մի քիչ էլ խորանանք սրա И մեջ։ давайте еще углубимся в это. Մի փոքր առաջ դուք լսեցիք, И вы недавно որ услышали, ես ակնար կարեցի, որ դա ոչ միայն այդ մարդու անձնական խնդիրն, այսինքն երբ որ մարդ հետպես գալիս է եկեղեցի, что я намекнул, что это не только его проблема, այսինքն երբ что որ он ես գալիս приносит եմ так в церковь. նախանձով, То есть я հպարտությունով, прихожу с завистью, с հասկացեք սերներ, гордостью. ես չեմ խոսում, երբ որ դու հայտնաբերել ես եւ դու դրանով գալիս ես, որ ապաշխարես։
ես։ Я не говорю о том, что ты Դա это в себе նորմալ է։ открыл и пришел, Բայց чтобы покаяться աննորմալ за է, это. որ ես Это այդպես нормально. գալիս եմ, Но ненормально, Եվ когда ты так այդպես գնում եմ приходишь անընդհատ։ и так же и уходишь. ուշ թե շուտ դա սկսելու է ազդել եկեղեցու վրա։ Рано или поздно это будет влиять на церковь. Ինչպես, տեսեք, ես սա համեմատում եմ ինչի հետ։ И с чем я это сравниваю? Այո, եկեղեցին էլ կարող է վիրուս բռնել, այսպես ասած։ Церковь может поймать вирус. Ինչպես առողջ մարմինը կարող է վարակվել վիրուսով, И так же, как здоровое тело может Եվ заразиться հիվանդանալ, вирусом и заболеть, այնպես էլ առողջ եկեղեցին, տենց մանր բաների վրա ուշադրություն չդարձնելով կարող է հիվանդանալ։ также здоровая церковь, не обращая внимания на эти маленькие вещи, может заболеть. Դրա համար առաջի Կորինթացիների 5-րդ գլխի 6-8 համարներում Պողոս առաքյալն ասում է. Поэтому в 1 Коринфянам 5 главе 6 стиха Ձեր Павел բարձանքը говорит, լավ չէ։ нечем вам хвалиться. Լավ չէ որ դուք տենց բաներով բարձրում եք։ Լավ Плохо, չէ որ что вы ծածկում եք։ хвалитесь этим. Լավ չէ որ դուք չեք խոստովանում որ տենց խնդիր կա։ Плохо, что вы не исповедуете, что есть такая Գիտեք, проблема. ես նկատել եմ միշտ խնդիր ունեցող մարդն ասում է, ես խնդիր չունեմ։ И всегда у человека, который есть проблема, он говорит, у меня нет проблемы. Ես խնդիր չունեմ։ У меня нет Չէ, проблем. միշտ չէ, բայց շատ դեպքերում Не այդպես լինում всегда, է։ но очень Ով որ часто. ինչ որ մեկի հետ խնդիր ունի, ասում է, ես խնդիր չունեմ իր հետ։ Он говорит, у меня нет проблемы. Գնում ես այն մեկի հետ ես խոսում, ասում է, ես խնդիր չունեմ իր հետ։ Հիմա ուզում ես հասկանալ, բախի խնդիր ունեք իրար մեջ։ И хочешь понять, а почему тогда у вас проблема друг с другом? Ինձ թվում է հարստվողը խնդիր ունի։ И мне кажется, проблема в том, кто задает этот вопрос. Ո՞վ խնդիր ունի հարազատը։ Եթե խնդիր կա, Если есть проблема, ռուսերեն ասված, պալկը դուխ կանցախ։ Կարա լինի։ Բայց հարցը գիտեք ինչու՞մն է։ но знаете, в чем Որ դա կարող вопрос? է ծածկվել։ Что это может Դրանով կարող скрываться, են անգամ մարդու բարձրանալ։ человек может этим гордиться. Դեն գցեցեք հին խմորը Սուրբ Գիրքն ասում է։ И Библия говорит, оставьте вот старую закваску. Որովհետև չգիտեք, հələ նայեք ինչ ասում սիրելիներս։ Разве не Որ знаете, մի փոքր խմորը что малая закваска բոլոր զանգվածը կսկսի խմորեցնել։ квасит все тесто? Եկեք վերցնենք զանգվածը եկեղեցին։ И давайте возьмем церковь это тесто. Եվ չէ, ներողություն, խմորը վերցնենք մեղքն է, արատն է, ճիշտ ասեցի, այո։ Возьмем то, что... Իսկ զանգվածը եկեղեցին։ Да. Ես դրան уշադրություն չեմ Я դարձնում։ не обращаю внимания. Կամած բերում եմ, դնում եմ այդ զանգվածի մեջ։ Я начинаю вот это тесто, вот эту закваску Ուշ ставить. թե շուտ դա բռնելու է։ И рано или поздно это распространится. Սկսելու է դրոժի նման տարածվել։ Оно начинает распространяться. Այնին Սուրբ Գիրքն ասում է հին խմորը դեն գցեցեք, որ նոր զանգված լինեք, И Библия говорит, оставьте որ старую закваску, ինչպես որ очистите, անխմոր եք, потому что вы որովհետև бесквасны, մեր զատիկը մորթվեցավ մեզ համար։ потому что наша Пасха, Քրիստոսը Христос заклан за нас. Ուստի տոն կատարենք։ Ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարությունով, անզգամությունով խմորովը, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածովը։ Ուրեմն մի փոքր խմորը И поэтому маленькое тесто, կարող է маленькая բոլոր закваска զանգվածը խմորեցնել։ может заквасить все тесто. Մի քանի տեղեր են վերցրել եկեղեցու հայրերից իրենց արտահայտություններից ուզում եմ կարդալ ձեզ համար։ И Լսեք, я взял կարծում եմ несколько պիտի предложений հետաքրքիր։ от отцов церкви. Հովանես Ոսկեբերանն ասում է. Иоанн Златоуст говорит, Քիչ խմորը ամբողջ զանգվածը խմորում է։ малая закваска, оно заквасывает все тесто. Նշանակում է, Это означает, եթե եկեղեցում հանդուրժում են մեղքը, если в ես церкви դա ուզում եմ կանգնեմ։ Ես նկատի չունեմ, որ приветствует грех, դու да, տենաս, դու или ասես, դու смиряются. ուղես, ոչ, էդի չի։ Я не имею в виду, что ты Ես увидел, սկզբից ты իմը сказал, տեսնեմ։ я должен видеть вначале свой грех. Որովհետև ես եմ ինչ որ բան բերում սկզբից ինձ։ Потому что вначале я приношу что-то с собой. Շարունակում է եւ ասում է, եւ հանդուրժում են մեղքը, Если они չեն արձագանքում դրան։ смиряются с грехом, не Ապա говорят об этом, աստիճանաբար այն տարածվում է ամբողջ համայնքով մեկ։ то есть он постепенно начинает распространяться по всей общине. Հա, Աստծո մարդկանցից մեկը Սպերջենն ասել է. И Спирджен, один из людей, Փոքր сказал, մեղքը, маленький грех, որին թույլ են տալիս ապրել, которому позволяют жить, դառնում է մեծ մեղք, становится большим որը грехом, ղեկավարում է, տիրում է մարդուն։ который господствует над человеком. Ոստի չի կարելի արդարացնել նույնիսկ մեղքը աննշան։ Поэтому даже маленький грех нельзя оправдывать. Քույրեր եղբայրներ, Братья и сестры, որովհետև Քրիստոս Հիսուսումը поэтому во Христе Иисусе ոչ թլպատությունն է մի բան, не обрезание не есть ոչ էլ нечто, անթլպատություն, и обрезание. որովհետև գաղատացիները որոշները པարծենում են թլպատություն։ Потому что некоторые из галатов, они Павел хвалились сказал, «Да ոչ մի обрезанием, նշանակություն չունի». гордились. И Павел говорит, это ничего не значит. Նշանակությունը սա է, որ դուք նոր արարածներ եք։ И важно, что вы новые.
новая закваска. Դուք նոր արարածներ եք, որ պիտի ցույց տաք ձեր արարողի կերպարանքը ձեր մեջ։ Вы должны показать образ своего Творца в вас. Այս սա իմ դուրը գալիս է։ Ես гитեմ, որ սա ինք հարոզը չի, որ ծափարենք, ամեն ասենք, ամեն։ Սա լուրջ մտածելու տեղ է տալիս մեզ։ Ինչ է նշանակում նոր արարած։ Что значит новое творение? Ասեմ, որ դա արտաքին փոփոխություն չէ։ Хочу сказать, что это не внешнее какое-то изменение, Դա նախ ներքին փոփոխություն է։ это внутреннее изменение. Գիտեք, այն պարկերը, որ մենք տեսանք, որոնք մարդիկ կարծես մտնում են եկեղեցի։ И то, что мы увидели, вот эти вот Դրանք հիմնականում բաներ են, որ կատարվում են մարդու ներսում։ вот эти мешки, которые люди несут в церковь, это то, что происходит внутри человека. Այս քարոզը լինի պատասխան այն մարդկանց, որոնք ասում են, դուք մենակ արտաքին բաների վրա եք ուշադրություն դարձնում, բա ներսը։ Пускай это будет ответ для тех, который говорит, что вы только обращаете внимание на внешнее, а Ես հիմա ներսի внутреннее. վրա եմ ուշադրություն Я сейчас обращаю внимание на Նոր внутреннее. արարած նշանակում է ներքին փոփոխություն։ Новое творение означает внутренние перемены. Հինգ կերպը մենք թողնում ենք։ Мы оставляем старый образ. Փոխում ենք մեր մտածելակերպը։ Мы меняем наше мышление. Հայտնվում է Աստծո կամքով ապրելու ցանկությունը։ Проявляется желание жить по Մարդը Божьей воле. սովորում է սիրել, Человек учится любить, ներել, прощать, ողորմություն ցուցաբերել, показывать милость, ծառայել ուրիշներին։ служить другим. Այդ դրա համար Եփեսացիների գիրքը լավ է ասում։ Поэтому книга Ефесянам очень хорошо говорит. Ձեզանից Из вас. Դավիթ եղբայր ջան, կարող ես այս ինչ են բերել եկեղեցի սահանես, եթե դա հնարավոր, որտեվ լույսը խանգարում է մեզ པարզ տեսել։ Ձեզանից դուրս հանեցեք, То есть очистите առաջի из себя. գնացքի պես եղող հին մարդը, որ խափեության, ցանկության ապականված, ձեր մտքի հոգովը նորոգվեցեք, նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է ճշմարտության արդարությունով եւ սրբությունով, նրա համար դեն գցելով ստությունը խոսեցեք ճշմարտության ամեն մարդ իր ընկերի հետ վասնզի դուք իրար անդամներ եք։ Եթե մեկը հավատում է, որ ինքը եկեղեցու անդամ է, թող ասի ամեն։ Аминь. Թույլ տվեք մեկ այլ ուրիշ նկար ցույց տալ ձեզ։ Позвольте показать другую картинку. Իսկ ինչ կլինի, որ հանկարծ էսպես լինի։ А что будет, если вдруг Խնդրում եմ լույսը մի будет փոքր вот так? իջացրեք։ Ինչ կլինի, որ հանկարծ էսպես լինի։ Իսկ ինչ ա լինում, հիմա դիրեն մյուսը։ Իսկ ինչ ա լինում այս դեպքում։ А что происходит в этом случае? Քուրեր եղբայրներ, եկեղեցու հիմնական խնդիրը հենց սրա մեջ է։ И основная проблема церкви именно в этом. Ինչ կլինի, եթե այնպես գանք։ Что будет, если мы придем вот так? Վիկա ջան, վերև բարձացի բալես։ Ասեք տեսնեմ, եթե այս մարդը այսպես մտնում է եկեղեցի, Если человек заходит в церковь вот так, սիրելիներս եկեղեցում ինչ մտնոլորտ կտիրի։ и знаете, какая атмосфера будет господствовать в Ես церкви? փորձեցի այնպեսի նկար գտնել, որ բոլորն են, բայց խորհուրդը հենց բոլորը, պատկերացնում եք, բոլորս Հիսուսի հետ գալիս են И եկեղեցի։ представьте, мы все с Иисусом приходим в церковь. Ես չեմ խոսում նրանց մասին, Я не говорю о тех, որոնք եկել են Հիսուսին գտնեն այստեղ սիրելիներս։ которые пришли, чтобы найти Иисуса здесь. Օրհնյալ են այդ մարդիկ։ Благословенны эти люди. Բայց ինչ կլինի, եթե արդեն մենք գտած։ Но что случится, если Ես мы уже... ապաշխարել եմ 94 թվականին։ Я покаялся в Ես հանդիպել 94 եմ նրան։ году. Я встретился с ним. Ինչ կլիներ այն եկեղեցու հետ, որ այդ 33 տարվա մեջ Что случилось бы с той церковью, в которой вот на этом 33 Ես года, ամեն 33 года, օր 2 года, чтобы ես я գայի каждый день էսպես։ приходил вот так. Խնդրում եմ, եթե վիկան։ Ես վերջացնում եմ։ И я заканчиваю. Ինչ ես բերում քեզ հետ եկեղեցի։ Что ты приносишь с собой в церковь? Չբացեմ Գաղատացիների 5-րդ գլուխը։ Я не буду открывать 5 главу Կարծում եմ Галатам. Դավիթ եղբայրը կդնի հոգու պտուղների մասին։ Я думаю, Давид откроет о плодах Ես Духа. հավատում եմ, Я верю, որ մենք այլ կերպ պիտի մտնենք Տիրոջ տունը։ что мы должны в Божий дом заходить по-другому. Մի րոպե, ինչ ճիշտ հասկացեք սիրելիներս։ Позвольте меня Ես правильно, նկատի չունեմ, որ поймите մենք меня այդպեսի правильно. կյանք միայն եկեղեցու մեջ այս 2 ժամում պիտի լինենք։ Мы не только вот в эти 2 часа должны находиться здесь в таком состоянии. Ոչ։ Ուղղակի հենց այս օրը, եթե վերցնենք, Просто этот день, если мы սա возьмем, կարծես թե մի հատ իտոգովի օր լինի։ это просто какой-то итоговый Քո день. անցած ճանապարհից հետո После твоего пройденного пути քո
ուսապարկի մեջ հավաքած եղածով То есть то, что ты собрал в своем мешке, դու գալիս ես Տիրոջ տուն։ ты приходишь в Божий дом. Ահա թե ինչու էր Պողոս Նարաքյալն ասում ձեր մեջ կռիվներ կան, И поэтому Павел говорил, у вас есть определенные споры, ձեր разногласия, մեջ նախանձներ կան։ у вас есть определенная Ասում եք դուք зависть. ժամանակին պիտի տեսեք սերներս, գիտեք, եթե ինձ հնարավորություն լիներ շոքա, ես խոստացել եմ ձեզ, վերջացնում եմ իմ պատգամը, ես կշարունակեի, բայց մի փոքր ակնարկ կանեմ։ И небольшой намек. Հասկացեք, այսպիսի դեպքում խնդրում եմ նկարը դիր Դավիթ ջան, պարկերով մտնողների։ Չէ, մյուսը, եթե կար։ Այսպես հոգևոր աճ չի կարող լինել։ Вот так не может быть духовного роста. Գիտեք, սրա պատճառով Вы знаете, по этой причине եկեղեցում կարող խմբակները դադարեն, в церкви будут перестать собираться группы, домашние группы. սրա պատճառով։ Именно по этой причине. Սրա պատճառով կարող է ծառայություններ դադարի։ По этой причине могут прекращаться служения. Բայց ինչ կլինի։ Но что случится, Դավիթ եղբայր մյուսը դիր նկարը։ Իմ դուրը շատ է գալիս այս նկարը։ Ինչ կլինի, եթե մենք որոշենք այսօրանից։ что мы решим с этого дня Տուն մտնելուց այսպես մտնենք։ заходить домой вот так. Իմ կնոջ դուրը եկավ սա։ Խմբակ գնալուց այսպես գնա։ Когда мы пойдем в домашнюю группу, мы пойдем вот так. Եկեղեցում ինչ որ մեկին բարևելով այսպես բարևեմ։ Приветствуя кого-то в церкви, приветствовать вот Եկեղեցում մտնելուց այսպես так. մտնեմ։ Заходить в церковь вот так. Ծառայելուց այսպես ծառայեմ։ Служить вот так. Հարազատներս Հիսուսը Иисус, որևէ մեկը չէր կարող այդպես ձևակերպել։ никто не мог вот так сформировать. Երբ որ խոսում էր փարիսեցիների կեղծավորությունից եւ ասում էր զգույշ մնացեք նրանց խմորիցը, Когда он говорил о фарисеях, он говорил, берегитесь их закваски. գիտեք ինչ ասեց։ Знаете, что он сказал? Ասեց դուք ման եք գալիս, Он сказал, вы ищете, որ մեկին նորահավատ անեք, чтобы сделать кого-то поработить, բայց վերջում նրան ձեր պես եք դարձնում։ но вы делаете его таким, как вы. Ինձ դուր է գալիս այս И նախադասությունը։ мне нравится это предложение. Գնանք, Идите, բերենք, приносите, դարձնենք, обратите, բայց ում պես։ но подобно кому? Ես տեսնում եմ, արդեն երկու կիրակ է Հրանտ եղբայրս, այս մեր անուշ քաղցր աղբոր Վանաձորցում բերում է եկեղեցի։ Կների աղբերս, բայց պիտի ասեմ, ես էլ երկու անգամ գալիս է, բանը չարազա բերում ձեռի հետ ինձ, այնտեղ նենց համով բաներ է բերում, ցենց լավ հարաբերություններ է ստեղծվել, բայց ինքը Հրանտի հետ է մոդիկ։ Ինչ է լինելու այս տղայի վերջը։ Դա կորոշի Հրանտի ով լինելը շատ դեպքերում։ Բա ումպես հրազատս։ Կներեք, բա ումպես։ Ինձանից ծնած երեխեն ինձ է նմանվելու։ Человек, который родился от меня, будет похож на меня. Հրանտից ծնված երեխան իրան է նմանվելու, Тот, кто родился от брата Гранта, Երանի будет похож նրան, на него. И блажен որ тот, ամեն ժամանակ который всегда որոշում է կայացրել։ принимал решения. Գիտեք, ես հավատում եմ, И я верю, Տեր օրդի արտաշախորս դրամատրությունը այսօր, չգիտեմ ինչն էր պատճառը, ասես միշտ մնա տենց աղբերս ծաղկի բարձացի, առիթել օգտագործի, որ հարսանիքներին հրավիրեն։ Ես էլ առիթից օգտվեմ մի բան ասեմ։ Եկեղեցու շենքի հարցում էլ այսպես լինենք, սիրելիներս։ и пользуясь случаем скажу, что именно в строительстве церковного здания, чтобы вы были такими же. Եղբայրներ ջան, եկեք։ Բայց եթե ավելի լուրջ, Но если более իմ серьезно, դուրը գալիս այս խոսքը։ мне нравится это слово. Նայեք ինչ ասում հարազատներս։ Ձեզանից դուրս հանեցեք առաջի գնացող Ձեզանից դուրս հանեցեք առաջի գնացքի պես եղող հին մարդը Եփեսացիների 4:22-ն է։ Ибо, да. Եփեսյանը 4 глава 20. Ефесянам. Да, можешь прочитать там ախբերս ընդ գրածը։ Отложить прежний образ жизни ветхого человека Կներեք, ինձ հայերեն ավելի է դուրս գալի։ Отложить означает վերցնել ու դնել մի կողմի վրա, հայերենում լավ ասում, դուրս հանեցեք ձեզանից։ Առաջի հին գնացող մարդը, որը прежний образ жизни,
խափեություն ուներ իր մեջ։ в котором было Ինքը истлевающее խափված էր в ցանկություններով обольстительных похотях. եւ ձեր մտքի հոգովը նորոգվեցեք։ И обновиться духом ума вашего, Հիմա ուշադիր։ Եվ նոր մարդուն հակեք, и облечься в нового человека, որ Աստծո պատկերին պես ստեղծված է։ созданного по Богу. Դուք հիշում եք Պողոս առաքյալը Գաղատացիներին ասում է ոչ թլպատությունը, ոչ անթլպատությունն է մի բան, Помните, Павел говорил Галатам не обрезание и не обрезание, այլ есть ли что, նոր արարած լինելը։ но новое творение. Եփեսացիներում ինք ավելի հստակ է И в նկարագրում, Ефесянам он очень более четко описывает, որը նման է который похож իր արարչի կերպարանքին։ на образ своего Творца. Գիտեք, ես հիանում եմ այն մարդկանցով, որոնց ասում են իսկական Հիսուսն է։ И мне нравятся те люди, которым говорят, что он действительно похож Դուք на հասկանում եք, Иисуса. ուղիղ իմաստով չեմ ասում Не в սրել։ прямом смысле. Այս մարդու մեջ ես Հիսուսին եմ տեսնում։ Я в этом человеке вижу Иисуса. Քույրեր եղբայրներ, Братья и сестры, չեմ ուզում ձեզ տպավորություն թողնեմ, որ ես որ ասում եմ, ես դրա կարիքը չունեմ։ я не хочу оставить впечатление, что я не нуждаюсь в том, что Ես говорю. խոնարհվում եմ նրա խոսքի առաջ Я смиряюсь пред Его Словом եւ ձերքս բարձրացնում եմ դեպի նրան и поднимаю свою руку к Нему ու ուզում եմ ասել. и хочу сказать, Ես ինձ հասած չեմ համարում, я не считаю себя достигшим, բայց յետևի բաները но մոռանալով забывая заднее, հայերենում ասում են նկրտում եմ դեպի առաջ, простираюсь вперед, վազում եմ դեպի առաջ, бегу вперед, վազում եմ դեպի առաջ։ бегу вперед. Եվ այսպեսով սիրելներս, Итак, возлюбленные, ես այսօր չեմ խոսել я сегодня не говорил, Դավիթ եղբայրջան, մի քիչ լույսը, մի քիչ իջացրա դիրեն նկարը, խնդրում եմ։ Ես այսօր չեմ խոսել ուրիշի ուսապարկի մասին։ я сегодня не говорил о чужом мешке, Ես խոսել եմ իմ ուսապարկի я մասին։ говорил о своем мешке. Դու լսել ես քո ուսապարկի մասին։ Ты выслушал о своем мешке. Եվ ուզում եմ ինչեւ ոտքերի կանգնես եւ մենք И աղոթենք, прежде чем мы встанем молиться, ինչ կլինի что будет, հաջորդ նկարը։ Եթե այսօրվանից если с этого մեր дня եկեղեցին փոխվի եւ ընդունի այս տեսքը, наша церковь изменится и примет вот этот образ? ինչ կլինի սիրելիներս։ Что случится? Գիտեք ինչ կլինի, եթե սենց լինի։ Знаете, что будет? Էլ չասեմ։ Не Էլ буду չասեմ ինչ говорить. կլինի Не буду սիրելիներս։ говорить, что будет. Այստեղ մտնողը կասի. Тот, кто будет сюда Ես ձեր մեջ заходить, Աստված եմ он տեսնում։ скажет, я внутри вас вижу Գիտեք, Бога. ամենացավալի բաներից մեկը նա է, Знаете, самая болезненная вещь это та, երբ որ մարդը մտնում է եկեղեցի, когда человек заходит в церковь, գալիս է Աստծո պատճառով, приходит по причине Бога, բայց Աստծո տնից հեռանում է մարդու պատճառով։ но отходит от Божьего дома по причине Վայ ինձ եթե человека. ես լինեմ այդ Горе մարդը։ мне, если я буду этим Վայ ինձ человеком. եթե դա լինի Горе իմ мне, երեխան։ если это будет со Վայ ինձ որ мной. դա լինի իմ ընտանիքի Горе мне, պատճառով։ если это будет по Վայ причине моей ինձ семьи. հարազատներս։ Горе мне. Թող Տերը Пускай Господь բնակվի այս տան մեջ հավիտյանս հավիտենից։ будет жить в этом доме Թող նրա во веки веков. հանգստանալու տեղը լինի այս տունը։ Пускай этот дом будет Թող его մենք местом լինենք այն отдыха. ժողովուրդը, Пускай мы будем тот народ, որի Աստվածն է Տերը։ чьим Богом является Господь.